Երբ լուրեր են տարածվում, թե գործարարներին ստիպել են գումար մուծվի Աննա Հակոբյանի հիմնադրամին, բնականաբար հերքում եք, բա հո չեք հաստատի, բայց մարդիկ տեսնում են, որ ձեզ չընդունող գործարարները մուծվում են, խոսակցությունը հանրության մեջ պտտվում են, որ պեկը տուգանում է 100 միլիոնավոր դրամներով, եթե մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամին, միառժամանակ հանգիստ աշխատում են։ Աննային քերքում են, բայց չէ որ ժողովրդին սովորեցրել են տարիներ շարունակ, որ ինչը մամուլը գրում է, ժողովրդի մեջ պտտվում է, ուրեմն ճիշտ է։ Կառավարության նիստում էր Նիկոլն ասում, որ եթե մի բան լսում ես միաժամանակ մի քանի տեղից, ուրեմն իրական հիմք կա։ Հիմա որ կողմ պտտվում ես, ասում են Աննա Հակոբյանը սուպերմարկետների ցանցունի։ Նիկոլն է հորդորում, որ հավատան։ Հավատալ Աննա Հակոբյանի հերքումներին, թե ոչ։ Ես մի պահ ուզում էի հավատալ, բայց օրերս մի հատ հոդված աչքովս ընկավ, որը ինձ ստիպեց հերքումներին չհավատալ։ Գիտեք ով է հոդվածի հեղինակը։ Նույն ինքը Աննա Հակոբյանը։ 2006 թվականի մարտ ամսվա համարներից մեկում իրենց թերթի հոդված է գրում Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի թեմայով բանակցությունների մասին։ Լուրեր շրջանառվեցինը այստեղ սարքում է նյութի հիմք ու ամբողջ հոդվածը կառուցում է այդ շրջանառված լուրերի հիման վրա։ Ապա գրում է ուշադրություն, Աննա Հակոբյանի հոդվածից եմ ցիտում. Այս լուրերը իհարկե մի քանի անգամ հերքվեցին, բայց լրագրողները ավելի շատ բուն լուրերին են հավատում, քան հերքումներին։ Գրել նա։ Հիմա նույն Աննա Հակոբյանը մեզ ասում է, այդ մեր ունեցվածքի, սուպերմարկետների, բիզնեսների մասին ինչ գրել են, հերքում ենք։ Նույն Աննա Հակոբյանը մեզ ասում էր, մենք ավելի շատ բուն լուրերին ենք հավատում, ոչ թե հերքումներին։ Այո, բումերանգը հատկապես սխալ նետված, չափազանց ցավոտ է վերադառնում։